Հայ եւ ռուս փրկարարները համատեղ ուժերով հանգցնում են շինությունում առաջացած հրդեհը, որը կարող է լինել ավտոտնակ, պահեստ կամ այլ օբյեկտ։ Հրդեհը առաջացրել են իրենք փրկարարները։ Դժվար տեսանելիության բաց պայմաններում հրդեհաշիջմանն առնչվող տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կառուցված վարժական հրապարակում փրկարարները նախապես մշակված սխեմայով հերթով խաղարկում են իրավիճակային սցենարներ։ Մարվում է վառելիքի պահեստարանում բռնկած հրդեհը, տարհանվում են բնակելի շինությունում ծխահարված քաղաքացիները, դուրս են հանվում լիցքավորման կայանում վիրավորված անձինք։ Փրկարարները փորձարկում են նոր գործիքներ եւ պրակտիկայում փորձում են համակարգել համատեղ գործողությունները։ Ռուս եւ հայ փրկարարների համատեղ աշխատանքին հետևում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արման Ղազարյանն ու Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն։ Փորձի փոխանակումը կարևորում են երկու ստեկ։ На мой взгляд, этот полигон, он... Իմ կարծիքով այս պոլիգոնն իսկապես յուրահատուկ է եւ տալիս է գործնական գիտելիքներ հրդեհաշիջման աշխատանքում։ Նաեւ ծանոթացել ենք հումանիտար օգնության պահեստարաններին, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցույց տալու համար։ Ամենակարևորն արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելն է, որքան էլ պարզունակ հնչի, քան հետագայում դրանց արձագանքելը։ Դրա համար մշակելու ենք ռիսկային իրավիճակների մոդելավորում, մոնիթորինգ ենք անելու, աշխատելու ենք ԱԹՍ սարքերի հետ եւ այլն։ Գործընկերոջ հետ մենք 3 քննարկել ենք տարբեր հարցեր եւ տեխնիկական հագեցվածության եւ կրթական մեր ծառայողների համատեղ կրթական որակը ավելի բարձրացնելու նպատակով։ Փրկարարների համատեղ զորավարժության շրջանակում նաև ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում օգտագործվող փոխադրամիջոցներն ու տեխնիկան, որը վերջերս է ձեռք բերվել։ Ենթադրվում է, որ դրանք էականորեն կարող են արագացնել եւ բարելավել փրկարարների աշխատանքը։ Մյուս կողմից ծառայության տնօրենը խոստովանում է, որ փրկարարների ավտոպարկում դեռ չկան օրինակ բարձրահարկերի համար նախատեսված շարժական սանդուղքներ։ Հիշեցնենք, Երևանում այս պահին 35 հարկանի 5 շենք է կառուցվում։ Տեխնիկայի տեսանկյունից դեռևս չկա նմանատիպ հագեցվածություն, սակայն հնարավորությունները միայն տեխնիկայով չեն, այսինքն այդ սանդուղքներով չի, որ պարտադիր պետք է հնարավորություն լինի բարձրանալ ամենավերին հարկը եւ քննարկման արդյունքում կարող են մեկ հարկ ցածր կամ մեկ հարկ բարձր համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Ծառայության տնօրենը վստահեցնում է, որ գալիք տարիներին փրկարար ծառայությունը համալրվելու է տարբեր անհրաժեշտ շարժակազմերով։ Կլինի դրանց շարքում գեթ 1 բարձր հարկեր հասնող սանդուղք, դեռևս պարզ չէ։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։